Բուսաբանական այգին է մոտ 30 հատված ծառերով։ Բնապահպաններն այս հատվածով պատահական անցնելիս են նկատել։ Ամենականաչ այգում հաստաբուն կաղնիներից հերթական կոճղերն են միայն մնացել։ Ինչու եւ ինչպես են այս ծառերը դարձել հատման ենթակա, բուսաբանական այգին պաշտոնական հայտարարություն է տարածել։ Գործող տնօրենի օրոք չեն եղել ծառահատումները, վերջինս միայն մոտ 2 ամիս է, ինչ զբաղեցնում է այս պաշտոնը։ Ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ 1 տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Իսկ մոտ 20 հատ կոճղեր հատվել են 2024-ի աշնանը։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։ Բնապահպանների համար ընդունելի չէ այգու պարզաբանումը, նշում են, այն ինչ տեղի է ունենում մայրաքաղաքի այս էկզոտիկ պարտեզի շուրջ, իրենց այլ բանի մասին է հուշում։ Բուսաբանական այգին, որպես բուսաբանական այգի, կամաց իր նշանակությունը եւ գոյությունը վերջացնում է։ Չկա այլևս, մենք չունենք բուսաբանական այգի։ Բուսաբանականում հիմա, այսպես ասած, հանձնման ընդունման փուլում են։ Նորանշանակ տնօրենի դեպ բնապահպանների ահազանգերից հետո հանձնաժողով է ձևավորել, որ հատումների հիմքերը պարզի, մինչդեռ փորձագետը պնդում է յուրաքանչյուր ծառի հատման համար այգու խորհուրդը պետք է կայացրած որոշում ունենար։ Ո՞նց կարող է բուսաբանական այգում ծառը հատվի, առողջ ծառը հատվի։ Բուսաբանական այգու նշանակությունը ո՞րն է, թե ինչա կոչվում բուսաբանական այգի։ Ծառերը ժամանակին չորացրել են միտումնավոր, այո, միտումնավոր չորացված տարածքները, դարել անապատ, այդ անապատացված տարածքները վերցնում ու օգտագործում են բիզնեսի համար։ Հաստաբուն կաղնիների հատման համար իրավական գործընթաց կա, ժամը լրատվականին քննչական կոմիտեից տեղեկացրին, քրեական վարույթ են նախաձեռնել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։